եվրոպացի առաջնորդները։ Մեր ակնկալիքները եվրոպացի առաջնորդներից, պաշտոնյաներից, որ օգնեն գտնելու մեր երեխաների ճակատագրերը։ Մենք մենակ մեր երեխաներին ենք պահանջում, վերադարձ մեր տղաներին։ Ցանկացած ձև, ցանկացած միջոց փորձում ենք կիրառել, այս անգամ էլ այս ակցիան ենք իրականացրել, փորձելով մի ձև արժանանալ այլ երկրների պաշտոնյաների աջակցությանը։ Մեր պահանջը մեկն է, վերադարձեք մեր որդիներին։ Այս ակցիայով փորձում ենք մեր խնդրանքը, մեր պահանջն արդար է։ Փորձում ենք այս կերպ ներկայացնենք մեր ցավը, մեր տառապանքը, այս տարիների մեր անցած ուղին, որ մենք մինչև օրս պայքարում ենք, որպեսզի գտնենք մեր երեխաներին։ Մեր երեխաները համարվում են անհայտ բացակայող։ Նրանց ճակատագիրն անհայտ է։ Եվ դրա համար մենք չենք կարող քուն դադար հանգիստ ունենալ առանց մեր երեխաների ճակատագիրը պարզելու, առանց իմանալու, թե որտեղ են մեր որդիները։ Ձեր պահանջը ո՞րն է, որպեսզի եվրոպացի առաջնորդները բանակցեն Ալիևի, օգնական աշխատանքներ սկսվեն Արցախում, օկուպացված տարածքներում։ Հենց դրա համար է մեր պահանջը, մեր խնդրանքը եվրոպացի պաշտոնյաներից, որպեսզի նրանք լսեն մեր ծնողների ձայնը, մեր ցավի, մեր տառապանքի ձայնը լսեն, օգնեն մեզ, սատար լինեն մեզ։ Սա Հայաստանում պետք է համարվի համար առաջին խնդիրը։ Անհայտ կորած դա ամենացավոտ, ամենատարապալից բանն է ծնողի համար։ Ծնողը չի կարող հարմարվել, որ իր երեխան լինի անհայտ։ Այդպես Եթե կառավարությունը արդյունավետ քայլեր աներ 6 տարի շարունակ, մենք փնտրում ենք մեր որդիներին, 6 տարի շարունակ ինչ-որ բաներ արած կլինեին, բայց մենք կանգնած ենք նույն տեղում, ոչ մի շարժ, ոչ մի քայլ առաջ չի գնում։ Այսօր մեր ցավը անդառնալի է, մեր տառապանքի մասին խոսքերն ավելորդ են։ Մենք չենք մտածում մեր մասին, մենք մտածում ենք մեր երեխաների մասին։ Հիմա նրանց վիճակն ինչ է, հիմա իրանք ուր են, որտեղ են մեր որդիները։ Այո, տեսնում եք մեր պահանջը, որտեղ են մեր որդիները։ Դրանք ողջ են, ուր են։ Ինչու չեն վերադարձնում մեր տղաներին։ Ոչ, իմ որդինը 20 թվականի պատերազմից, հոկտեմբերի 14-ից վերջին անգամ լսել եմ իր ձայնը, զանգել ասելա լավ եմ, բայց հոկտեմբերի 15-ից արդեն լուրջ չունեմ իրանից։ Իրանք երևարում են, գերի են վերցնում, բայց մինչև օրս Ադրբեջանը չի հաստատում իր գերության փաստը, բայց հենց Ադրբեջանն է, ադրբեջանցի, ով որ բռնել է երեխուն, իրանք են տելեգրամյան ալիքներով տարածել տեսանյութը։ Միթե դժվար է պարզել, որտեղ այն որդի, որտեղ են մեր մյուս որդիները, մեր տղաները, բոլորն են մի կյանքի կտոր են, այս տղաները գնացին պայքարելու, գնացին հայրենիքը պաշտպանելու, բայց այս հայրենիքը այսօր չի պաշտպանում մեր որդիներին, որտեղ են իրանք։ Տեսեք, արդեն 6-րդ տարին է, որ անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են որևէ տեղեկատվություն հայտնել իրենց հարազատների մասին։ Այս ընթացքում որևէ տեղեկատվություն, թեկուզ հենց եվրոպական կառույցների, եթե չեմ սխալվում, նամակներով անընդհատ իրենց դիմում եք, եվրոպական կառույցների կողմից որևէ այսպես արձագանք տեղեկատվություն ստացել եք։ Ոչ, որևիցե մի արձագանք չենք ստացել, մենք չենք դադարել։ Շատերն ասում են, շատերը գնում են կոմենտարյաներ, թե ինչու եք նոր հիշել։ Այ անհասկացող մարդիկ, դուք չեք իմանում, որ մենք 6 տարի շարունակ մենք չունենք քուն դադար։ Մենք գիշեր ու ցերեկ անցկացրել ենք կառավարության դռների առաջ, ԱՀԾ-ի, քննչականի։ Մենք ամեն տեղ փնտրել ենք մեր որդիներին։ Մեր որդիները ողջ են, գտնվում են Ադրբեջանի բանտերում։ Խնդրում ենք, եթե պետք է նույնիսկ, չգիտեմ, ամեն մեկի պատրաստ ենք խնդրելու, աղերսելու, մենակ թե հետ վերադարձնեն մեր որդիներին։ Այո, ակնկալում են։ Փորձում ենք, ամեն կերպ փորձում ենք, ամեն բան արել ենք, որպեսզի իմանանք ոնց կարելի է հանդիպել իրենց, ոնց կարելի է տեսնել։
Դե արձագանք եղել է։ ոչ, արձագանք չի եղել, ոչ մի արձագանք չի եղել, փորձել ենք, դիմել ենք, մենք տեղյակ ենք պահել ԱԳՆ-ին, մենք տեղյակ ենք պահել ԱԱՑ-ին, մենք կառավարությանն ենք տեղյակ պահել, որ մենք գալու ենք մեր ակցիան իրականացնելու ենք, մեր լուր ակցիան, մեր պահանջը մեկն է, և իրանք ոչ մի բան, ամեն մեկը մի ձև փողորձել է մեզ չասի, ինչպես գտնենք ելքեր, բայց մենք չգիտենք հիմա ուր գնանք, որտեղ գնանք, արդյոք ճիշտ ենք արի այստեղ ենք կանգնել, ոնց կարող ենք հանդիպել, ոնց կարող ենք տեսանելի դարձնել մեր ցավը, հասկանում եք, մեր ցավը խոսքեր չունի, մեր պահանջն արդար է, մենք մեր որդիներին ենք պահանջում, մենք պահանջում ենք արդարություն, մենք պահանջում ենք գտնել մեր որդիների գտնվելու վայրը, մենք այլ բան չենք պահանջում, գտնվելու վայրը, որտեղ են իրանք, ինչ ա եղել իրանց հետ 2020 թվականի պատերազմից մինչ օրս, ինչ ա եղել մեր երեխեքին։ Կներկայանաք ձեր անունը։ Իմ անունը Արմինե Ներսիսյան, ես Համլետ Մալխասյանի մայրն եմ։ Радио,